Մենք շատ անգամներ ենք եկել այստեղ, այս դահլիճ, որտեղ կախարդական երաժշտությունը մեզ տվել է իր մեղեդիները։ Եվ այսօր ես ուզում եմ, որպեսզի մենք մի փոքրիկ ճանապարհորդություն կատարենք դեպի երաժշտության կախարդական աշխարհ։ Եկեք փակենք մեր աչքերը եւ թող շեփորների ձայնը մեզ տանի դեպի այդ կախարդական երկիր։ Նրանք կարողանում են երգել և պարել, և դրանք նոտաներն են։ Երեխաներ, որպեսզի մենք կարողանանք գրել և կարդալ, մեզ ինչ է հարկավոր։ Մեզ հարկավոր է տառեր։ Ճիշտ եք, մեզ հարկավոր են տառեր։ Իսկ գիտեք, որ նոտաներն են երաժշտության տառերն են։ Առանց նոտաները իմանալու մենք չեն կարողանա ոչ երգել, ոչ նվագել։ Իսկ գիտեք, որտեղ են ապրում մեր նոտաները։ Այո։ Որտեղ։ Նոտաները ապրում են տնավում։ Շատ ճիշտ եք, նոտաները ապրում են այս գեղեցիկ տնավում։ Որպեսզի մենք կարողանանք մտնել այս տնակ, մեզ ինչ է հարկավոր։ Մեզ հարկավոր է բանալի։ Ճիշտ եք, մեզ հարկավոր է բանալի։ Իսկ գիտեք, որ նոտաներն ունեն իրենց բանալի։ Եկեք տեսնենք ինչպիսին է նոտաների բանալին։ Այ տեսեք, նոտաների բանալի սոլի բանալին է։ Երեխաներ, ինչ գիտեք ինչ է կոչվում սոլի բանալի։ Որովհետև ցույց է տալիս սոլ նոտայի տեղը։ Ես ուզում եմ, որպեսզի մենք մի գեղեցիկ երգ ունենանք սոլի բանալի մասին։ Ուրախ էր, չէ՞։ Իսկ սոլի բանալին մեր ինչներ ով կարող է ասել։ Սոլի բանալին նոտաների բանալին է։ Շատ ապրեք։
Տեսեք, մենք երգ երգեցինք ու կտրեցինք սոլի բանալիի մասին եւ բացեցինք կնակի տուրը։ Եկեք տեսնենք դերսում ապրող բնակիչներին։ Տեսեք նոտաներն են։ Երեխաներ, իսկ գիտեք, որ նոտաները երբ միասին հավաքվում են, նրանք իրար հաջորդելով երգում են։ Առաջինը երգում է դո նոտա։ Իսկ մնացած նոտաները նրանք հաջորդում են։ Եկեք կատարենք ցելնեի բաժնություն։ Երեխաներ, մենք ցայնայի բաժնություն ինչի համար ենք անում, ով կարող է ասել։ Որպես ցայնը հասվի, մեկ կարողանանք երգել։ Շատ ապրեք, որպեսզի մեր ցայնը բացվի եւ մենք կարողանանք երգել։ Քանի որ մեր ցայնն արդեն բաց է, ես առաջարկում եմ, որպեսզի մենք մի գեղեցիկ երգ երգենք ուրախ նոտաներ վերնագրով։ Ես կերգեմ, դուք ինձ հետ միասին կձայնարկցեք։ Եվ առաջարկում եմ երգել շարքերով։ Առաջի քառատողը կերգի վերջի շարքը, երկրորդ քառատողը կերգի դիմացի երկու շարքերը։ Նախանվագից հետո կխնդրեմ վերջին շարքի կանգնի ողջ։ Stop.
շատ ապրեք երեխաներ։ Տեսեք, նոտաների մասին եշկելուց հետո նրանք փոխեցին իրենց տեղը։ Եվ մենք ունենք մեզ ծանոթ երգերից մեկը, եկեք եշկենք երգը։ Մեղեդին, միասին եշկենք, հա։ Մենք ասեցինք պարահանդեսային և ժողովրդական պար, չէ՞։ Գիտեք, որ պոլկա պարը չեխական ժողովրդական պար է։ Եվ դեռ շատ հին ժամանակներում այն վերածվել է պարահանդեսային պարի և կորցրել որոշ ազգային տարրեր։ Իսկ պարահանդեսային պարը գիտեք, որ պարերն են, երբ որ պալատներում թագուհիներն և թագավորը կազմակերպում են միջոցառումներ և նրանց հյուրերը պարում են։ Դա պարահանդեսային պարն է։ Մենք այսօր կպարենք իտալական պոլկա, որի հեղինակն է ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովը։
ցույց տալ ինչպես երաշտական գործիքների օգնությամբ, այնպես էլ ձեռքերը ծափելու եւ ոտքերը դոփելու օգնությամբ։ Ես առաջարկում եմ, որպեսզի մենք խաղանք մի խաղ եւ ցույց տանք որոշ ռիթմական պատկերներ երաժշտության միջոցով։ Այն տեսեք, այստեղ պատկերված են 4 ոտնաթափ եւ 2 մեծ ձեռքի ափ։ Այսինքն նշանակում է, որ մենք պետք է 4 անգամ դոփենք եւ 2 անգամ ծափ տանք։ Ձեռքի ափերը մեծ են, որովհետեւ պետք է ծափ տանք երկար եւ սպասենք։ Աջ ենք ծափ տալիս, հետո ծափ։ Առաջին նկարից սկսենք։ Բոլոր տեսնում եք էկրանը։ Ձերքեր կոկատերի։ Դա ես եմ, տիկնիկն է, իմ անունն է Լուսի։ Իսկ դու որտեղ ես։ Ես այստեղ եմ երաժշտական գործիքների տակ, դուք պետք է դրանք հավաքեք, որպեսզի ես կարողանամ դուրս գամ։ Դες ինչ երաժշտական գործիքներ են, տիկնիկ։ Ես չգիտեմ նրանց անունները։ Մշակեք երաժշտական գործիքները։ Եկեք օգնենք, չէ՞, տիկնիկին, մշակեք երաժշտական գործիքները։ Ես կմիացնեմ մի քանի ստեղծագործություն, դուք պետք է մշակեք, թե որ երաժշտական գործիքն է նվագում։ Լսում եք, սպասեք։ Որ երաժշտական գործիքն է։ Որը։ Ես չգիտեմ, տեսնեմ ճիշտ մշակել եք։ Xylophone, չգիտեմ, տեսնենք ճիշտ մշակել է։ Տեսեք թափն է։ Մենք առաջ։ Լսում եք։ Որի երաժշտական գործիք։
որպեսզի մենք այսօրվա մեր պարապմունքը ավարտենք, գեղեցիկ ստեղծագործություն նվագելով։